Բարեկալույս նյուզ է այժմ իմ զրուցակիցը Արևելագետ Արարատ Կոստանյանն է, Արարատ, շնորհակալություն որ ժամանակ տաք զրուցելու համար։ Աշխարհում շատ կարևոր ու արմատական փոփոխություններ են տեղի ունենում եւ դրանք իհարկե նաեւ մեր տարածաշրջանի եւ Հայաստանի համար շատ կարևոր նշանակություն ունեն եւ այդ փոփոխությունների մի մասը տեղի ունենում հենց Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ նախագահը իր առաջին արտասահմանյան շրջագայության Մերձավոր Արևելք է մեկնել, առաջին կանգառը Սաուդյան Արաբիան է, հետո Կատար, Արաբական Էմիրություններ եւ առանձնահատուկ ընդգծվում է Սաուդյան Արաբիայի դերը կարծես, որտեղ Թրամփը մոտ 400 միլիարդ սաուդական միջոցներով ամերիկյան տնտեսության մեջ ներդրումներ կատարելու համաձայնագիր են կնքել, ավելի քան 100 միլիարդ դոլարի ամերիկյան զենք վաճառելու համաձայնագիր, անգամ խոսք է գնում, որ գուցե Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիային միջուկային տեխնոլոգիաներ տրամադրի, միջուկային ծրագիր զարգացնելու համար, ինչ է կատարում եւ ինչու է Միացյալ Նահանգների համար Սաուդյան Արաբիայի դերը այսքան մեծ։ Գիտեք, բնականաբար, եթե մենք նայենք այս բոլոր նախկին այս 50-ամյա, ուրեմն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող այդ իրադարձությունները, այսինքն այդ փան-արաբիզմի եւ փան-իսլամիզմի, այսպես երկու հագաթիր քաղաքախոսությունների առաջ գալը, դա Սառը պատերազմյան ուրեմն ժամանակաշրջանից եկող իրադարձություն է, դա բոլորին հայտնի է, առավել եւս Իսրայել պետության ուրեմն այսպես ի հայտ գալ է եւ այդ երկար ժամանակյա կոնֆլիկտը, որ մինչ օրս իր արդարացի լուծումը չի գտել, այնպես որ Սաուդյան Արաբիայի դերը ոչ թե միայն այնպես սահմանափակված էր ծոցի երկրներում որպես լիդեր պետություն, այդ նավթային իր հնարավորությունները նաև այսպես քաղաքականացնելու իր ուժին համահունչ, նաև բնականաբար ուներ իր ազդեցությունը մոտ Լավանտում, այսինքն այսպես Սիրիայում, Լիբանանում, որոշ չափով Հորդանանում, Պաղեստինյան հարցում այդ էմբարգոն այդ ժամանակ դրված ուրեմն արևմտյան որոշ երկրների դեմ եւ այլն, եթե այս ամբողջը մենք ուրեմն նայենք, հետո այսպես սուննի-շիա այդ հանգամարտությունը նաեւ հետ ուրեմն այսպես Սառը պատերազմյան իրավիճակում կարծեք նոր այդ տարածաշրջանում շահերի եւ կոնֆլիկտների ուրեմն այսպես վերադասավորումների արիթ հանդիսացավ, խոսքը Սաուդյան Արաբիայի, մյուս կողմից Իրանի ուրեմն տարածաշրջանի Մերձավոր Արևելքի վրա ազդեցություն ունենալու, բայց այսօր եթե մենք նայենք այս ներկա պահին Սաուդի Արաբիայի դերը, որը ինքը կարողացավ ուրեմն իր տնտեսության նաև տնտեսությունը փորձ է արվում այսօր այսպես դայվերսիֆիկացնելու ուրեմն քաղաքականությունը, որը չի հենվելու լոկ միայն նավթային բերություն որպես այլ հիմա բացում են այսպես աշխարհին ուրեմն Սաուդյան Արաբիան իր փորձում է իր туриզմի ինչ որ այսպես հնարավորություններ ստեղծել, ավելի աշխարհին այսպես ներդրումային նաև արիտներ դրվելու եւ այլն, այսինքն նա փորձում է այդ ծրագիրը ունի հստակ 2030 թվական մինչեւ փորձ է արվելու ավելի ուրեմն Սաուդյան Արաբիան չասեմ աշխարհիկ, բայց ավելի աշխարհին այսպես մոդեռն եւ ավելի բացված երկիր ուրեմն լինելու իրենց ցանկությունը եւ այնտեղ մենք տեսնում ենք բավական ուրեմն փոփոխություններ ներքին նույնպես օրենքների եւ դեսլագանի ավելի մարդու իրավունքների ուրեմն դեսանգյունից, որը ավելի կարծեք Սաուդյան Արաբիան ներսում ավելի չափավոր իսլամի արդեն քաղաքականությունն է պետականորեն խրախուսում եւ դրսում ինքը վարում է այդ middle power-ը, որ ես երկար ժամանակ անընդհատ խոսում եմ Հայաստանում այդ middle power-ի կոնցեպտի մասին, որը կարծեք շատ չի շոշափվում Հայաստանում, դեռ այդ Սառը պատերազմի երկու գեր ուժերի Հայաստանում այս վերլուծական կամ մասնագիտական շրջանակները կենտրոնացած են, այնինչ ես ավելի այսպես կարգինը բացում եմ եւ ուզում եմ ավելի ուրեմն մեր հասարակության եւ մեր վերլուծական գիտական շրջանակների ներկայացնել, որ այստեղ նոր իրադարձություն է միջազգային հարաբերություններում արդեն մի քանի տարի է տեսանելի դառնում այս ռեգիոնալիզմ հասկացությունը միջազգային հարաբերություններում, որտեղ ռեգիոնալ ուժեր հիմա ձեր հարցին ուրեմն համահունչ Սաուդյան Արաբիան է, որը կարողանում է իրականացնել այդ hedging strategy գոչված ուրեմն մարդավարությունը, որը ուրեմն նա մեր բալանսավորված կամ կոմպլեմենտարիզմ արտաքին քաղաքականության հետ ունի սկսնական նմանություն, բայց ավելի խորն է գնում, այսինքն այդ երկիրը ռեգիոնալ միջին ուժի երկիրը այդ երկու բլոկների գեր
ուրեմն կամ 3, եթե կարող ենք ասել այսօր բազմաբևեր աշխարհ է, այսինքն խոսքը Չինաստան, Միացյալ Նահանգների եւ եթե նայենք նույնպես Ռուսաստանը, Այս ամերիկա-ռուսական բանակցությունները հենց Սաուդյան Արաբիայում տեղի Այո, ես հիմա դա օրինակ բերելու եմ, ուրեմն դա նշանակում է, որ իր դերի, սա լոկ միայն վայր չէր ընտրելու, այլ այդ պետության դա մեսեջ էր, որ այդ պետությունը նաև այդ middle power միջին ուժի պետությունը կարողանում է այդ ֆունկցիաներից մեկը իդեպ դա է, որ կարողանա նաև այսպես գամուրջ ստեղծել երկու գերդերությունների ուրեմն բախումները հարթելու, դա մի քիչ եթե այսպես լայն գնանք, դա Թուրքիան է ոդնցկություններ ցույց տալիս այս ռեգիոնում եւ ես կարծում եմ նրա ուժային սունիական աշխարհի վրա այո, եւ նաեւ այդ իր ուժային ուրեմն մուտքը Արցախյան պատերազմի երկրորդ նաեւ դա էր ազդանշում, որ նա փորձում է այստեղ նույնպես այո, նա օգտագործում է երկու ուրեմն այսպես էլեմենտ ուժային եւ փափուկ ուժը in այս նշած ռեգիոնալ իր ազդեցությունը նա փորձում է այստեղ նաեւ ոչ թե միայն Մերձավոր Արևելքում, այլ Անդրկովկասում նաեւ դառնալ ինքը ռեգիոնալ ուժ, նաեւ soft power-ի իր տնտեսությամբ ուրեմն նա ցանկություն է հայտնել ոչ միայն այստեղ, այլ Մերձավոր Արևելքում, որ ինքը կարող է ալտերնատիվ լինել նաեւ որպես տնտեսական ուժ տարածաշրջանում, որը բնականաբար բախվում է Սաուդյան Արաբիայի շահերին։ Ես ամիսներ առաջ, երբ այսպես Սիրիայում տեղի ունեցավ այդ փոփոխությունը, ես նշել էի, որ որոշիչ դերը Սաուդյան Արաբիայի ուրեմն այսպես ազդեցությունն է լինելու այս նոր Մերձավոր Արևելքում, այս նոր Սիրիայի եկած իշխանության։ Այսինքն նկատի ունեք միայն Թուրքիան չի լինելու գլխավոր։ Բնականաբար կային այստեղ Հայաստանում եւ նամանավանդ Սփյուռքում այսպես մի քիչ շատ ուռճացված Թուրքիայի դերի մասին, որ նա ամբողջությամբ այսպես իր ազդեցությունը դնելու է թաթը Սիրիայի վրա, դա բացառվում է, այսինքն եթե մենք հետևենք արաբական աշխարհի այդ պատմական ուրեմն իր ցանկությունը Սաուդյան Արաբիայի ուրեմն լինելու այսպես որոշիչ խաղացողներից մեկը եւ իր ցանկությունը միշտ Մերձավոր Արևելքում իր ազդեցությունը ունենալու, այսինքն դա կարող ենք նախքան այդ կոլոնիալիզմի եւ այլն անդրադառնալ, այնպես որ ես կարծում եմ, սա է ռեգիոնալ այդ ռեգիոնալիզմը, որտեղ ուրեմն միջին ուժի երկրներ այսօր ոչ թե փորձում են ես օրինակը բերեցի այդ բալանսավորման, ոչ թե փորձում են արտաքին հարաբերություններում իրենց այդ բալանսը պահպանել երկու գերտերություններու հանցինս հիմա այստեղ կարելի է այս տարածաշրջանում երևի Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան, եթե ավելի այսպես թեքվենք ասիական կողմ, այնտեղ ավելի որոշիչ դեր է Միացյալ Նահանգները եւ Չինաստանը։ Այդ երկու ուրեմն գերտերությունների ոչ թե բախման, այլ շահերի ուրեմն հետաքրությունից այդ միջին ուժը ոչ թե միայն փորձում է բալանսավորված քաղաքականություն վարել, այլ նաև մեկ ուրեմն այսպես էթապ առաջ անցնելով նա փորձում է եւ կարողանում է այստեղ օրինակ Սաուդյան Արաբիան է, Ասիայում Ինդոնեզիան է, մասնավորապես հիմա Սինգապուրը նաև, այսինքն Սինգապուրը արդեն իսկ եթե մենք նայենք վարչապետի այս նոր ուրեմն նախընտրական շրջանի ելույթները, նրանք այլևս այդքան չեն թվում որպես զուտ Միացյալ Նահանգների դաշնակից կամ օրբիտ, այսօր նրանք կարողանում են նաև այնպիսի քաղաքականություն վարել, որ կարողանան իշահ իրենց ազգային ուրեմն շահերին անել քայլեր, հանցինս օրինակ Սաուդյան Արաբիայի մուտքը BRICS եւ միևնույն ժամանակ հարաբերությունների սերտացումը Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, բայց ահա տեսեք միևնույն ժամանակ հիմա ուրեմն Միացյալ Նահանգների հետ ավելի նույնպես նոր պայմանագրեր կնքելով, այսինքն նրանք դառնում են այս ուրեմն middle power գոչվածը դառնում է կարծեք թե տարբեր աշխարհի տարածաշրջաններում աշխատել տարբեր ուժերի հետ։ Այո, փորձում են աշխատել տարբեր ուժերի հետ եւ կարծեք այստեղ ձևավորվում է այսպես միջին ուժի երկրների մի բլոկ, թեև բլոկ այն իմաստով չէ, որ նրանք
ստեղծել են մի ուրույն բլոկ, բայց կա օրինակ այդ non-alignment agreement-ի այդ ժամանակվա ուրեմն երկրները, որոնք ոչ ուրեմն ռուսական կամ սովետ միության ավելի ճիշտ, ոչ սովետ միության կամ սոցիալիստական, ոչ այդ բլոկում էին, ոչ այդ կապիտալիզմի, լիբերալ կապիտալիզմի ջատագով երկրների բլոկում էին, բայց նրանք չունեին այդ ուժը թելադրելու իրենց կողմից ուրեմն շահեկան քաղաքականություն, բայց այսօր ահա տեսնում եք իրավիճակը փոխվել է եւ կարողանում են կարծեք իրենք էլ խաղացող լինել միջազգային հարաբերություններում իրենց ռեգիոնալ ուժը օգտագործելով։ Սաուդյան Արաբիայում Թրամփը ժամեր առաջ հանդիպել է Սիրիայի նոր նախագահի հետ, որը հիշեցնենք, որ սիրիական պատերազմի ընթացքում Ալ-Քաիդայի սիրիական ճյուղի ղեկավարն էր, ահաբեկչական գործունեությամբ էր զբաղվում եւ հազարավոր մարդկանց կյանքերը խլելու համար է պատասխանատու, բայց իրավիճակը փոխվել է եւ հիմա թե Թրամփը որոշել է Սիրիայի վրայից հանել պատժամիջոցները, դրանից մի քանի օր առաջ Ջուլանին մեկնել էր Փարիզ, Մակրոնի հետ էր հանդիպել, կարծես թե Ֆրանսիան էլ է պատրաստում գնալ այդ քայլին, այսինքն արևմտյան եվրոպական, նաեւ Միացյալ Նահանգներային հիմնական երկրները, որոնք որ սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացքում Ասադի տապալման ուղղությամբ են աշխատել, հիմա անկախ նրանից, թե Սիրիայի նոր ղեկավարը ինչով է զբաղվել անցյալում, ինչ է արել, հիմա նրան ընդունում են որպես երկրի առաջնորդ։ Ընդհանրապես Սիրիայի շուրջ այս զարգացումները ուր են տանելու եւ Մերձավոր Արևելքում ինչ է փոխվելու, եթե հիմա Սիրիայում արդեն նոր իշխանությունը սկսում է ընդունվել աշխարհի մնացած գրեթե բոլոր գլխավոր ուժային կենտրոնների։ Տեսեք, եթե մենք նայենք քաղաքական իսլամի ուրեմն դեսանկյունից, սա նախադեպ երևույթ է, այսինքն եթե եղել են նախկինում իսլամական աշխարհում, ուրեմն ոչ թե միայն արաբական, այլ ամբողջությամբ իսլամական աշխարհում այնպիսի կուսակցություններ կամ շարժումներ, որոնք բնականաբար բոլորն էլ ուրեմն եթե ունեն նմանություններ, դա իսլամական շարիայի իսլամական ուրեմն օրենքներով առաջնորդվող իշխանության եւ երկրի ուրեմն վերածելու իրենց ցանկությունն է եղել, լինի դա մուսուլման եղբայրները, թե լինի ավելի ասենք այսպես ռազմական թևի ահաբեկչական ուրեմն խմբավորումները եւ այլն, ISIS-ը եւ այլն, նրանց ցանկությունը միահամուր ցանկությունը թեև լինելով զուտ քաղաքական դաշտում կամ դիմելով ահաբեկչական գործողությունների եղել է այդ ուրեմն այսպես խալիֆայի ստեղծումը կամ ուրեմն նվազագույնը այդ շարիայի իսլամական օրենքներով առաջնորդվող իշխանությունների գալուն կամ երկիրը այդպես վերածելուն, դա է եղել ցանկություն ուրեմն այդ քաղաքական իսլամի այդ ուրեմն ինչ ալիքին, եթե այսպես ձևակերպենք 70-ականներից սկսված, բայց այս բարակայում ուրեմն աննախադեպ է այն իմաստով, որ ուրեմն այդպիսի սալաֆիական գոմնորոշում ունեցող խմբավորումը, որը ուրեմն արևմտյան ձեր նշած մասնավորապես Միացյալ Նահանգների եւ Եվրոպական երկրների կողմից որպես ահաբեկչական խմբավորում էր ձևակերպված, բայց այսօր այդ խմբավորումը, այսինքն այնպիսի Ջոլանի ուրեմն հարցազրույցներից հայտնի է, որ այնպիսի հայտարարություններ արվեց եւ իշխանության այդ գալու ճանապարհին այնպիսի հայտարարություններ արվեց, որը նման է այսպես պրոգրեսիվ post-իսլամիզմին եւ այն իմաստով սա է, որ ասում եմ աննախադեպ է, եթե նախկինում եղել էին կուսակցություններ նույն Եգիպտոսում, նույն Ինդոնեզիայում, որոնք քաղաքական իսլամի ուրեմն ճակատով էին, բայց Թունիսում մասնավորապես, բայց համաձայնվել են այս ուրեմն աշխարհիկ պայմաններում մասնակցել ընտրությունների եւ նույնիսկ կազմել այսպես կոալիցիաներ, բայց այս բարակայում ավելի սալաֆիական գոմնորոշում ունեցող եւ ինչպես նշեցի որոշ երկրների կողմից ահաբեկչական խմբավորման արժանացող շարժումը կամ լիդերը այսօր այսպես 360 աստիճան ուրեմն թեքվելով անում է պրոգրեսիվ եւ post-իսլամիզմի ուրեմն տերմինոլոգիան օգտագործող հայտարարություններ, որը կողմ են բոլորի հետ ուրեմն եւ բոլորի արիթ է տրվելու նոր սահմանադրությունը ուրեմն կազմվելուց հետո բոլոր գուսակցություններին եւ արիթ է դրվելու նոր գուսակցություններ կազմելուն, սա կարծում եմ այդ քաղաքական իսլամի դեսությունից աննախադեպ երևույթ է։ Բայց իրավիճակը տարածաշրջանում բուն ինչպես կփոխվի եւ ում ազդեցության գոտում կլինի այս տեսքով Սիրիան ու ըստ այդմ ում դիրքերը կուժեղանան։ Հիմա ներկա դրությամբ բոլորն էլ պարզ է որ երբ այդ ուրեմն երկարամյա իշխանությունների Ասադյան հայր եւ որդի Ասադյան այդ ուրեմն բաս կուսակցության ուրեմն սոցիալիստ
ազգայնական այդ քաղաքախոսությամբ երկիրը երկարաժամյա ղարաբարվող եւ հիմա քաղաքացիական այդ բادرազմից հետո կամ որոշները դա կոչում են զուտ սիրիական բادرազմ ուրեմն այսպիսի նոր իշխանության գալով ես կարծում եմ բոլոր տարածաշրջանի երկրները հանձինս Թուրքիան մասնավորապես փորձելու է Իսրայելը փորձելու են այստեղ գործել ոչ թե ազդեցություն այլ հստակ է նրանց ոդնցկությունները այսինքն զուտ տարածքային ամբողջականության Սիրիայի բայց դրականը այստեղ այն է որ արդյոք այս իշխանությունը կարողանալու է այդ իր հայտարարություններից որ նա կատարում է եւ ընդդիմության հետ նախքին այս ընդդիմադիրները որոնք չկարողացան ազդեցություն գործել այնտեղ կան անհատներ եւ կան խմբավորումներ կան տարբեր գաղափարախոսություններ կան ավելի այսպես սոցիալիստական կոմունիստական գաղափարախոսություն սոցիալիստական գաղափարախոսություն կամ նաեւ զուտ ազգային լիբերալ գաղափարախոսության կրողներ որոնք շատ այսպես ակտիվ էին Սիրիայից դուրս իհարկե այդ ժամանակահատվածում քաղաքացիական բادرազմի որոնք հայտարարություններով եւ իրենց տեսություններով այսինքն մասնավորապես Եվրոպայում եւ այլն ահա այդ մարդկանց հետ բաց հանդիպումներ տեղի ունենում են եւ այս իշխանության ուրեմն ներկայացուցիչները որոնք արդեն շրջագայությունները իրականացնելիս նաեւ ուրեմն հանդիպում են Սիրիայի համայնքի ներկայացուցիչների հետ այդ երկրներում որոնց թիվը առավելապես ուրեմն բազմացավ բادرազմի հետևանքով Ֆրանսիայում Միացյալ Նահանգներում եւ այլն եւ այդ մարդկանց հրավիրում են այդ ուրեմն հանդիպումներին բայց ինչպես որ նշեցի արդյոք ինչքանով այդ հանդիպումներից եւ հայտարարություններից պիտի անցնեն ավելի գործնական ուրեմն ներգրելով եւ իրավունք տալով թե Սիրիայի ներսում թե Սիրիայի դրսում գտնվող բոլոր ուրեմն այդ ֆրակցիաներին եւ ուսակցություններին եւ ես կարծում եմ նաեւ պետք է այստեղ չլինեն այդ նախկին եւ ներկա Հայաստանում եղած դիսկուրսը այնտեղ եւս ես կարծում եմ դա ուրեմն շահաբեր չի լինի եւ ավելի վտանգավոր կլինի եթե Հայաստանում այդ նախկին ներկան զուտ բայկար է այսպես եւ այդքան մեծ վտանգներ չի սպառնում բայց այնտեղ դրությունը շատ ավելի դարբեր է եւ ես կարծում եմ բոլորին պետք է ըստ արժանվույն անկախ կրոնական քաղաքական ուրեմն տարբերություններից պետք է մաս կազմել Սիրիայի այս նոր ուրեմն զարգացման ընթացքին նամանավանդ եւ պատժամիջոցները եթե պիտի ուրեմն հանվեն Միացյալ Նահանգները Իրանի հետ հիմա բանակցում է միջուկային գործարքի շուրջ եւ առնվազն այս պահին չի ցանկանում Իրանին հարված հասնել։ Թրամփն անգամ ասում է շատ կառուցողական են բանակցություններն ընթանում եւ չի ցանկանում այս պահին գնալ այն ճանապարհով, որը ճնշում է գործադրում, կարծես թե պահանջում է անել Իսրայելը, այսինքն Իրանին հարվածել, Միացյալ Նահանգների ներքաշել պատերազմի մեջ։ Դրան զուգահեռ Միացյալ Նահանգները առանձին հութիների հետ է հրադադարի պայմանավորվածության հասնում, Համասի հետ է բանակցում, այսինքն գործողություններ, որոնք ընդհանրապես Իսրայելի մարտավարության առաջնահերթությունների չի համապատասխանում։ Եվ հիմա Թրամփը իր առաջին մերձավոր արևելյան շրջագայությանն է մեկնել եւ չի գնալու Իսրայել, ինչը կարծես թե շատ լուրջ ազդակ եւ աննախադեպ երևույթ։ Ինչ է կատարվում ամերիկա-իսրայելական հարաբերություններում, ինչ որ բան է փոխվում։ Տեսեք Թրամփի ուրեմն այս Թրամփ 2 կամ Թրամփ 1, եթե մենք անդրադառնանք, այնտեղ երևելի շոշափելի ուրեմն ազդակներ Թրամփը հայտնել էր, որ ինքը այդ պատերազմներին վերջ է տալու, երբ կա նորից իշխանության եւ այլն եւ Թրամփ առաջին ուրեմն ժամանակահատվածում մենք հիշում ենք Հյուսիսային Կորեայի հետ այդ փորձը, որովհետեւ այդ երկարամյա ուրեմն այսպես ստատուս քվո ստացած կոնֆլիկտներին նա փորձելու է ուրեմն վերջ տալ եւ տարածաշրջանում ավելի երևի ինչպես որ ես նշեցի, այդ ռեգիոնալիզմի ազդեցությունը ավելի շահավետ է կարծում եմ Միացյալ Նահանգների նույնպես, որովհետև Միացյալ Նահանգները այսօր Թրամփի գլխավորությամբ եւ իր տեսլական, եթե մենք նայենք, նա այսպես ավելի փորձում է դեպի ներս նայել, քան դեպի դուրս, այսինքն եթե այդ գլոբալիզացիայի եւ տնտեսական գլոբալիզացիայի այդ 90-ական թվականներից եկած այդ բարի ցանկությունը աշխարհը ուրեմն տնտեսապես տնտեսությունը օգտագործելով վերջ տանելու կոնֆլիկտներին, երբ ուրեմն եկավ ուրեմն դա զիջեց եւ եկավ զենքի ուժով դեմոկրատիա կամ գլոբալիզմ տարածելու Բուշի ուրեմն քաղաքականությունից հետո ես կարծում եմ Միացյալ Նահանգները բախվեց լուրջ խնդիրների հետ այն իմաստով որ նա այսպես մորալ այդ ուրեմն աշխարհի
լավադեսություն սփռող երկրից վերածվեց նվաճող եւ այդ ուրեմն հետո եղած 2008-ի այդ միջազգային այդ ֆինանսական կրիզիսից օգտվելով Չինաստանը արդեն դարձավ լուրջ բևեր եւ այստեղ ես կարծում եմ Միացյալ Նահանգները ուրեմն հաստատապես տեսնում է այդ հաշվարկումը, որ նա չի կարողանում այսպիսով այդ մրցակցությունը կամ չի կարողանալու այդ մրցակցության դեմն առնել եւ արդեն Չինաստանը ըստ որոշ ուրեմն ուսումնասիրությունների կարող է առաջիկայում տնտեսությամբ նույնպես անցնել Միացյալ Նահանգներին եւ ռազմական արդեն մոդելում է այդ իր տեխնոլոգիաների շնորհիվ նոր, այսպես որ Միացյալ Նահանգները ես կարծում եմ նա փորձ է անում նախ իր ներքին խնդիրները լուծելու համար այդ կոնֆլիկտներից Միացյալ Նահանգներին զերծ պահել եւ այսպեսով նա փորձում է սեպարատ ուրեմն համաձայնությունների գնալ այն երկրների հետ եւ անդեսելով որոշ ժամանակ իր դաշնակցի այս հանցինս Իսրայելի այդ ամբիցիաները, որ նա փորձում է միշտ տարածաշրջանում այստեղ այսպես կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելով դառնալ այդ տարածաշրջանի լիդերը։ Վերջին օրերին իրավիճակը շատ լարված էր Հնդկաստանի եւ Պակիստանի միջև մի քանի օր ռազմական գործողություններ տեղի ունեցան եւ մտավախություն կար, որ սա կարող է ավելի լայն պատերազմի վերածվել, հատկապես հաշվի առնելով այն, որ երկու երկրներն էլ միջուկային զենք ունեն։ Եվ հասկանալի է, որ իհարկե առիթը դա Քաշմիրի հնդկական վերահսկողության հատվածում տեղի ունեցող ահաբեկչություններ, բայց հասկանալի է, որ դա առիթն էր, որը դրդեց կրկին հակամարտությունը, որ թեժ փուլ մտնի, բայց այս հակամարտությունը ավելի քան 80 տարվա պատմություն ունի։ Ձեր կարծիքով ի՞նչն է բուն պատճառը, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածությունը նորից գլուխ է բարձրացնում եւ ընդհանրապես սա ինչ խնդիրներ կարող է ստեղծել, նաեւ Հայաստանի համար էլ է սա կարևոր հարց հաշվի առնելով Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունները, ռազմական համագործակցություն եւ մյուս կողմից Պակիստանի շատ մոտ սերտ ստրատեգիական հարաբերություններն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Տեսեք, կարծեք այդ երբ ուրեմն այս մեծ մերձավոր արևելքում, եթե կարող ենք ասել, կամ նույն հենց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տեղի ունեցող այդ ուրեմն պատերազմի այսպես մարման ժամանակահատվածում, կարծեք ավելի այսպես նաեւ կան կողմեր եւ կան ուժեր, որոնք ցանկանում են կոնֆլիկտները տարածել Ասիա այսօր, այստեղ նաեւ շատ կարեւոր կետ է այդ Թայվանի խնդիրը, որը Չինաստանը զսպելու համար շատ հնարավոր է այնտեղ մոտ ապագայում նաեւ փորձ արվի այսպես խնդիրները ստեղծելու։ Ես կարծում եմ այստեղ ուրեմն հիմնական մտահոգիչ խնդիրը, որ այդ ահաբեկչությունը, որ տեղի ունեցավ զբոսաշրջիկների ուրեմն դեմ, դա հստակորեն այսպես կրոնական ուղղվածությամբ էր, որը մի խմբավորման, որը ուրեմն ահաբեկչական խմբավորում է եւ այսօր այդ մեղքը ուղղվում է այդ խմբավորման գազམ་ակերպիչներին, որը հանցինս այդ ուրեմն ահաբեկչությունը տեղի ունեցել էր զուտ հինդու ուրեմն զբոսաշրջիկների եւ որոշ քրիստոնյա նույնպես մուսուլման ուրեմն մեկ կամ երկու ուրեմն զոհել կար այդ ահաբեկչական գործողությունների հետևանքով, այնպես որ ես կարծում եմ սա վտանգավոր է, երբ խնդիրը, չլուծված խնդիրը զուտ մտնում է այսպես ահաբեկչական ինչ-որ գործողության, զուտ կրոնական կամ էթնիկ պատկանելիության պատճառով եւ այնտեղ կարող է լուրջ բռնկում ունենալ, որովհետեւ Հնդկաստանում նույնպես ապրում են ուրեմն մուսուլման հնդիկներ եւ այս կոնֆլիկտը կարող էր, եթե ուրեմն դա հսկողությունից դուրս գար, երկու կողմերը Հնդկաստանը եւ Պակիստանը ուրեմն եթե սահմանին շարունակվեր այդ ուրեմն ռազմական փոքր գործողությունները եւ այդ դրոնային փորձարկումները երկու կողմից եթե ավելի լայնածավալ լիներ, ես կարծում եմ Ասիայում գազդվեր նաեւ այդ Թայվանի հարցը կարող էր բարձրանալ զուտ ասիական երկրներում այդ կրոնական ուրեմն ազդեցությունից նաեւ մուսուլման, քրիստոնյա, հինդու եւ այլն այդ բոլոր ուրեմն հարավ-արևելյան երկրներում կարող էր այսպես ծայրահեղական կամ քաղաքական իսլամը գլուխ բարձրացնել։ Ես կարծում եմ, որ դա վտանգավոր է եւ հանցինս դա հարված է այդ մեր հարցազրույցի սկզբում այդ ռեգիոնալիզմի ուրեմն այդ օրինակի եւ միջին այսպես ուժերի իրենց հնարավորությունների դեմ, սա կարծում եմ կլիներ հանցինս Հնդկաստանի, որը այսօր Հնդկաստանը այսպես ունի նաեւ իր
մեգա ծրագիրը նաև հասնելու մեր տարածաշրջան արևդրական ուրեմն այդ կորիդորային այդ իր մեգա ծրագիրը ես կարծում եմ դա կխափանի, որովհետև եթե այնտեղ չկա գոյություն չունի այդ վստահության, անվտանգության ֆակտորը, ես կարծում եմ երկրներ չեն ցանկանա ներդրումներ կամ իրենց արևտրի ճանապարհը կապել այդպիսի ծրագրերի հետ։ Նաև կարծում եմ այստեղ Չինաստանին այսպես խաղի արձակատման ինչ-որ խաղի մեջ նետելու փորձ արվեց, որովհետև հայտնի է, որ Չինաստանը այդ հարցում, այսինքն Ասիայի հարավային Ասիայի վերաբաշխման ուժերի որոշ չափով նա սատարում է Պակիստանին, որպեսզի կարողանա զսպել Հնդկաստանի ուրեմն առաջ խաղացումը կամ եթե կարող ենք ասել այդ ռեգիոնալ ուժի ավելի ազդեցիկ լինելը տարածաշրջանում, բայց պետք է նշեմ, որ եթե կան երկու կողմում այսօր այսպես հայփր ազգայնական, ուրեմն նաև մեդիայի վրա պատերազմելու երկու կողմի ցանկություն եւ այլն, բայց կա նաև կոնստրուկտիվ, ուրեմն թե Պակիստանում, թե Հնդկաստանում անհատներ եւ ուրեմն շարժումներ կամ գուսակցականներ, նախկին ուրեմն պաշտոնյաներ, դիվանագետներ եւ այլն, որոնք հասկանում են, որ սա երկու կողմի ուրեմն կոնֆլիկտի լրջացման կամ վերսկսման վարակայում դժելու են բնականաբար երկու կողմը եւ այստեղ ինչպես որ ես նշեցի այդ ռեգիոնալիզմի միջին ուժի ուրեմն արդյունավետությունը կարծեք հետընթաց կապրի եւ Ազիան կարծում եմ կմխրճվի լուրջ խնդիրների մեջ եւ բարեբախտաբար կարողացան կողմերը ուրեմն զսպել իրար իսկ գալով մեր տարածաշրջանի այստեղ բնականաբար կարծում ենք կա այսպես մեդիայում եւ փողոցում որոշ ողջավորություն Ադրբեջանի կողմից, բայց ես կարծում եմ Հայաստանը այս հարցով, այո, բնականաբար ունենալով Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերություններ, որը կարծում եմ երկարամյա այսպես, ուրեմն կյանք ունի եւ պատմական փաստն էլ կա մեր ուրեմն դերը Հնդկաստանում, դա կարծում եմ շատ որոշիչ է, թեև այսօր խոսվում է շատ ավելի անվտանգության կամ այսպես ռազմական Հայաստանի եւ Հնդկաստանի միջև կնքվող որոշ պայմանագրերի կամ տնտեսական այդ ինչպես որ նշեցի այդ Հնդկաստանի մեգա ծրագրի Հայաստանի ներգրավվածություն եւ այլն, բայց կարծում եմ այստեղ պատմական ֆակտորը նաեւ մեծ ուժ ունի, բայց ես կարծում եմ մենք մեր արտաքին քաղաքականությունը այսպես չպետք է նմանվի թշնամու վարած քաղաքականության հետ, անկախ որ Պակիստանը չի ճանաչել Հայաստանը որպես պետություն, բայց մենք կարծում ենք պետք է այսպես դիվանագիտական հայտարարությունների մեջ ավելի վարենք smart դիվանագիտություն, այսինքն մենք կարող ենք այո ուրեմն հայտարարություններ անել այնպես որ դեմ լինել ահաբեկչության եւ այն երկրները, որոնք սատարում են ահաբեկչության եւ այնպիսով կարելի է հստակորեն մեր կեցվածքը արտահայտել բաչած ձևով, ոչ թե ուրեմն Ադրբեջանի վարած այսպես պոպուլիզմով չտարապի մեր ուրեմն դիվանագիտությունը։ Առաջ շնորհակալ եմ շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ մեր հեռուստադիտողներին, որ զրուցում էի առավելագետ Արարատ Կոստանյանի հետ, իսկ դուք շարունակեք հետևել մեր հարցազրույցներին, կհանդիպենք։